Ողջ աշխարհը տոնում է Հիսուսի ծնունդը Սուրբ Ծննդյան տոնին։ Սակայն Հիսուսի ծննդյան ամսաթիվը Աստվածաշնչում չկա։ Այնտեղ պարզապես նշվում է, որ հովիվները, որոնք հսկում էին իրենց հոտերը դաշտերում, գովեցին Հիսուսին։ Ցուրտ ձմռանը հնարավոր չէ հսկել դաշտում գտնվող հոտերին։ Իսկապես Հիսուսը ծնվել է դեկտեմբերի 25-ին։ Վաղ քրիստոնյաները չէին տոնում Հիսուսի ծնունդը։ Այս դեպքում, որտեղից է սկիզբ առել Սուրբ Ծնունդը։ Դեկտեմբերի 25-ը Սուրբ Ծնունդ։ Դեկտեմբերի 25-ը ոչ թե Հիսուսի ծննդյան օրն է, այլ Արև Աստծո ծննդյան օրը։ Սուրբ Ծնունդը ծագել է հեթանոսական տոնից, անպարտելի արևի համար։ Ինչ։ Սուրբ Ծնունդը ծագել է հեթանոսական տոնից։ Հին Հռոմում դեկտեմբերի 17-ից 24-ը տեղի է ունեցել Սատուրնալիա անունով տոն։ Այս տոնի ընթացքում մարդիկ զվարճանում էին, անկախ հարստությունից, սոցիալական դիրքից։ Ոչ ինչպես կարող էր դա լինել։ Սուրբ Ծնունդը, դեկտեմբերի 25-ը, Հիսուսի ծննդյան օրը չէ։ Դեկտեմբերի 25-ը, որից օրերը սկսում են երկարել, համարվում էր Միիր Աստծո ծննդյան օրը։ Միիրի հավատը կոտրելու պատրվակով հռոմեական կաթոլիկ եկեղեցին վայելում էր այդ տոնը, Արև Աստծո ծնունդը Հիսուսի ծննդյան օրով փոխարինելով։ Տոնածառը ծագել է ծառերի երկրպագության հեթանոսական ծեսից։ Սանտա Կլաուսի պատկերը սպիտակ մորուքով կարմիր կոստյումով ստեղծվել է 1931 թվականին Կոկա-Կոլայի գովազդի համար։ Եկեղեցիները շատ լավ գիտեն, որ Սուրբ Ծնունդը Հիսուսի ծնունդը չէ։ Սակայն նրանք դեռ ստում են, որ Սուրբ Ծնունդը Հիսուսի ծնունդն է։ Քրիստոնյաները լիովին անտեղյակ են այս փաստի մասին։ Մեր թվարկության 354 թվականից հետո էր, որ Սուրբ Ծնունդը նշվեց դեկտեմբերի 25-ին։ Մեր թվարկության 354 թվականից հետո Հիսուսի աշակերտներն ու առաքյալները երբեք Սուրբ Ծնունդ չէին պահում։ Սուրբ Ծնունդը ոչ Աստծու կողմից էր հաստատվել, ոչ էլ հիմնված էր Աստվածաշնչի վրա։ Առ Աստծո ծննդյան օրը փոխեցին Հիսուսի ծննդյան օրվա։ Սա վախենալու է։ Աստվածաշունչն ասում է, որ եթե մարդիկ պահում են մարդու կողմից ստեղծված կանոնները, ապա զուր են երկրպագում Աստծուն։ Աստվածաշնչում այնքան շատ է գրված, թե ինչպես իսրայելացիները ոչնչացվեցին հեթանոսական սովորույթներին հետելով։ Սինայի անապատում նրանք կարծում էին, թե երկրպագում են Տեր Աստծուն, մինչ իրականում երկրպագում էին կուռքին։ Հյուսիսային Իսրայելի թագավոր Երոբովամը խնջույք էր կազմակերպում իր ընտրած ամսում, պնդելով, թե երկրպագում է Աստծուն։ Սակայն նրանք, ովքեր կռապաշտություն էին գործել, բոլորն էլ ոչնչացվեցին։ Նմանապես, նույնիսկ եթե նրանք պնդում են, թե Սուրբ Ծննդյան ժամանակ երկրպագում են Հիսուսին, դա պարզապես կռապաշտություն է։ Կռապաշտության ավարտը կործանումն է։